Մենք ուզում ենք ամփոփիչ ասել Տիկին Թովմասյանի ներկայությամբ ուզում ենք ամփոփենք հետևյալ կերպ։ Մենք արդեն պայմանավորվածություն ձեռք բերեցինք, ամփոփում ենք, այո։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Տիկին Թովմասյանի հետ, բայց եւ այնպես մենք նորից պնդում ենք հետևյալում, որ հարգելի մեր գործընկերներ, падգամավորներ, ընդդիմադիր ֆրակցիաներ, երկրի թիվ 1 պատասխանատուն, հիշում եք մի քանի օրեր առաջ ասուլիսում ասում էր, որ հաթաթա էր անում, եթե դուք խելոք չմնաք ընդդիմություն, ես կհրապարակեմ 44 օրյա պատերազմի զեկույցից ինչ-որ մաս։ Այո, ինքը դրանով հղում է տալիս, իբր մեղավոր են ընդդիմադիր գործիչները, հրապարակեք, ով ունի ինչ վախենալու։ Ի վերջո, երկրից, պետությունից, ազգից ոչ մի բան թանկ չի։ Բայց եւ այնպես մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ իշխող ուժը եղել է քաղաքացիական պայմանագիրը։ Այդ ժամանակ եւ հրապարակեք այն մյուսը, որ տեսնում եք ընդհանրապես ով ինչ է արել։ Ես խնդրում եմ նորից ձեզ, մենք միասնական ուժերով կարող ենք իրապես այս իրավիճակը փոխենք, որովհետև նորից եմ կրկնում, գնալ ընտրության, երկրորդ անգամ լեգիտիմացնել այսօրվա իշխանությանը, հետո ասել իբր մենք իրենց փոխելուց հետո միջազգային ատյաններում ինչ-որ բաներ ենք չեղարկելու, որոշումներ ենք չեղարկելու, չորդ անորմալություն է դա, ոչ մեկ ոչինչ չի կարող չեղարկի, սա դառնալու է երրորդ անգամ վերընտրված ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետության անկախության պատմության մեջ երրորդ անգամ չի վերընտրվել ոչ մեկ ու մնացել, իր գործողությունները պետք է չեղարկեք, սա աղետ է լինելու վերջնական, եկեք միասնական ուժերով, դուք ներսից, մենք ժողովուրդս դրսից, կարողանանք ճնշում գործադրենք եւ հրապարակենք, որից հետո Աստված առաջ։